Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը դերասանուհի Ադրինե Աճեմյանն է։ Բարև ձեզ, Ադրինե։ Ողջույն Էլենա։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Ես եմ շնորհակալ ձեզ հրավերելու համար։ Զրույց ուզում եմ սկսել ձեր մասնագիտության որոշումից, սովորաբար մանուկ տարիքում, երբ տանը դերասանական ունակություններ ես ցույց տալիս, տանեցիները ասում են, որ մեծանա դերասան է դառնալու անպայման, ուզում եմ հասկանալ ձեր պատմությունը եւս եղել է նմանատիպ, ինչպես եք որոշել, որ մեկ օր դառնալու եք դերասանուհի։ Իրականում մասնագիտության որոշումը հենց Ատամ Հատիկից է, չէ՞ սկսում։ Ես առաջինը քաշել եմ բժշկական ապարատ, որից հետո երբ տեսել եմ արվեստի գիրքը, թողել եմ այդ ապարատը ու վերցրել եմ արվեստի գիրքը։ Իրականում կյանքում էլ այդպես եղավ, ես սկզբում որոշել էի դառնալ բժշկուհի։ Աստորեն Ատամ Հատիկը այդպես որոշիչ է։ Այո։ Հետո արդեն փոխեցի որոշումս, բայց արդեն շատ մեծ չէի տարիքով, իրականում 7 տարեկանում երևի, եւ 7 տարեկանից այն կողմ արդեն չփոխվեց որոշումս։ Սովորաբար հայկական մենթալիտետում ընդունված է, որ երբ ասում են հատկապես այն ժամանակ, ոչ հիմա, երբ ասում են, որ դերասան եմ ուզում դառնալ, ընտանիքի անդամները, ես շատ եմ հանդիպել համենայն դեպս նմանատիպ կարծիքների, դերասանը ինչ գումար պետք է աշխատի, ոչ ես բեմի վրա դուրս գալու ինչ որ շարժումներ անես եւ այլն, ձեր դեպքում միանշանակ ընդունվեց որոշումը։ Մայրիկս կողմ էր, իհարկե ոգևորում էր, հայրիկս այնքան էլ ոչ սկզբնական հատվածում, նա ավելի կողմ էր, որ ես դառնայի բժշկուհի, բայց եկավ օր, որ ասեց դու ինքդ որոշի, ընտրիր մասնագիտությունդ եւ արդեն հարմարվեց։ Իրականում որը ցույց է տալիս, որ ամենաճիշտ տարբերակը դա է, որովհետեւ երբ դու ես ընտրում, գոնե տարիներ հետո երբ փոշմանում ես, որևէ մեկի չես մեղադրում։ Եվ հետո ես միշտ ասում ավելի լավ է ես լինեմ այս բարակայում, հա, լավ դերասանուհի, քան վատ բժիշկ, որովհետեւ եթե չես սիրում մասնագիտությունը, միևնույնն է, չես կարող իդեալական, այո։ Մեկ անգամ նշել եք, որ շատ եք մասնակցել քասթինգների, միշտ պայքարել եք, որ ձեզ ընտրեն, սակայն երկար ժամանակ միշտ մերժվել եք։ Հետաքրքիր է, եղել է պահ, որ ինքդ ձեզ համար մտածեք, որ միգուցե սա այն չէր, միգուցե սա իմը չի։ Այո, իհարկե եղել է, ես նույնիսկ այն պահին, որ ընտրվել եմ, այսինքն առաջին իմ պրոյեկտը քաստինգով չի եղել, այսպես ասած պրոբայով է եղել, ինձ հրավիրել են պրոբայի, ես այդ ժամանակահատվածում որոշել էի այլևս քաստինգների չմասնակցել, եւ այդ նույն քաստինգը ինձ 3 անգամ նույնիսկ ուղարկել են ընկերներս, որ գնա մասնակցի, բայց ես արդեն որոշել էի, ասել էի մինչեւ մի 3 տարի արդեն ինստիտուտում չանցկացնեմ, այլ քաստինգի չեմ մասնակցի։ Հենց այդ պահին, երբ որոշել էի այլևս չմասնակցել, հրավիրեցին պրոբայի, այո, եւ այդպես է լինում, ինչ ես սպասում, ավելի շուտ է գալիս։ Ադրինե, հետաքրքիր է, այդ ժամանակահատվածում, երբ ձեզ մերժում էին, այսինքն ամենայն դեպս չէին ընտրում, ինչ էիք մտածում։ Սովորաբար լինում է, որ բարդույթավորվում ենք, լինում է, որ հետ ենք կանգնում որոշումից, ինչ եք մտածում, արդյոք պետք է ինքնակրթվել, թե մի քայլ հետ էիք գնում։ Ոչ, հետ չէի գնում իրականում, որոշեցի, որ պետք է ավելի շատ ուրեմն աշխատեմ ինձ վրա եւ մի օր հաստատ կստացվի։ Նույնիսկ ես օր եմ հիշում, որ ինձ հրավիրել էին նկարահանման, TV-ից չէր նկարահանում, այսինքն կլիպի նկարահանում էր, տեսահոլովակի նկարահանում էր եւ այդ օրը ես մինչեւ ժամը 5-ից մինչեւ գիշերվա 1-2-ը սպասեցի, որ հավաքվի խումբը, որ սկսեն տեսահոլովակի նկարահանում եւ երբ որոշեցին, որ պետք է սկսեն, այնպես ստացեց, որ ես չնկարահանվեցի այդ տեսահոլովակում եւ այդ օրը ես վերադարձա տուն, ասեցի գալու է օր, որ դուք ինձ զանգեք եւ կանչեք, որ ես նկարահանվեմ եւ ես չգամ։ Այո, իրականում եկավ այդ օրը, այդ նույն մարդը ինձ հրավիրեց նկարման եւ ես մերժեցի։ Այո, ես ուզում եմ հասկանալ, որ անպատասխանատու երգիչն է եղել, բայց ամեն դեպքում կարծում ճիշտ է չէր իրականում անպատասխանատու։ Երգիչի խնդիրը չէր, այսպես ասած։ Անցնենք դա, ես նկատել եմ, որ դուք առաջին նախագիծը, որտեղ որ հանդես եք եկել, դա եղել է Ելենա Արշակյանի նախագիծը եւ միանգամից հանդես եք եկել գլխավոր հերոսու կերպարում։ Ուզում եմ խոսել բարդությունների մասին։ Իրականում ես քաստինգների առմամբ մի բան ասեմ, հիմնականում ինձ երբ
գնացել եմ քաստինգի եւ չեմ անցել, 3 անգամ մոտավորապես ինձ ասել են տարբեր TV-ներում, 3 անգամ ինձ մոտավոր ասել են մենք չենք կարող հիմա քեզ վերցնել, որովհետեւ օրինակ 3 էլ է եղել քաստինգ եւ մենք հերոսուհուն արդեն ընտրել ենք։ Իսկ քեզ չենք կարող վերցնել այս պահին որպես օրինակ այն կերպարի համար, որը որ փնտրում ենք, հա։ Իսկ կերպարի խնդիրն է, ոչ թե քո։ Եվ ես ինձ իրականում մասնագետները հիմնականում ովքեր ինձ հետ աշխատում էին ու ինչ նկարահանվեց, միշտ ասում էին Ադին դու նկարահանվելու ես հենց գլխավոր հերոսու կերպարով։ Միշտ բոլորի մոտ այդ միշտ բոլորը ինձ ասոցացնում էին հենց հերոսու կերպարի հետ։ Իհարկե դժվար էր շատ, պատասխանատու էր շատ, որովհետև ես առաջին կուրսում էի, երբ սկսեցի նկարահանվել եւ այսպես նկարահանման տաղավար ես ընկնում եւ ոչինչից գաղափար չունես բնականաբար առաջին կուրսում, այո, բավականին դժվար էր, բայց ես իհարկե միշտ եմ դա շեշտում իմ ինտերվյուների ժամանակ, ես շնորհակալ եմ շատ իմ թմին, նկարահանողա, այսպես ասած թափին, ովքեր որ ինձ ամեն հարցում օգնել են եւ ես մինչ օրս այսօր նույնպես աշխատում նույն թափի հետ, էլ ավելի մեծ սիրով եւ հիմա արդեն ընկերական ավելի շատ ավելի ջերմ հարաբերությունների մեջ, բայց սկզբում այդպես որ ասեմ նկարահանման տաղավարում խաղընկերներիցս կամ, չգիտեմ, թափից ոչ մեկ ոչ մի խնդիր չի առաջացրել։ Ինչքան կարևոր է դա, որովհետև նույնիսկ կարող է ճակատագրական լինել, հենց այդ նույն ստաֆի, հա, վատ վերաբերմունքը կամ ճնշելը դերասանուհուն։ Այո, բայց ես փառք Աստծո չեմ հանդիպել դեռ։ Նման դեպք ինձ հետ տեղի չի ունեցել։ Ես ունեցել եմ հյուրեր, ովքեր հենց իրենք են խոսել, որ շատ դժվար է, երբ նույն նկարահանման տաղավարում ոչ պրոֆեսիոնալ դերասան է հայտնվում եւ մեկ դրվագը նկարում ենք մոտավորապես 2 ժամ։ Այդ պատճառով ասեցի շատ լավ է, որ ձեզ չեն հանդիպել, ամենևս ինչը։ Իրականում դժվար է, բայց ես կարծում եմ, որ նորերին յուրաքանչյուր ոլորտում, հա, ոչ միայն մեր ասպարեզում, յուրաքանչյուր ոլորտում այն մարդուն, ով նոր է սկսում, հա, իր աշխատանքը նոր փորձում է մտնել ոլորտ, պետք է ոգևորել, օգնել եւ ոչ թե հակառակը։ Ես միշտ ասում կան դերասանների եւ դերասանների տեսակներ, կա մարդ օրինակ, երբ տարական աշխատանքի մասին եմ, հա, ես օրինակ ռեժիսորը կարող է այդ դերասանուհուն կամ դերասանին կոպիտ նկատողություն անել կամ նկատողություն չանել, այլ փորձել ավելի լարված, հա, պահել, որպեսզի տեսարանը ստացված լինի, ինչը շատ է աշխատանքի մեջ պատահում, երբ ռեժիսորը դիտմամբ լարված է պահում դերասանին, որ տեսարանը ավելի լավ ստացվի։ Կան դերասանուհիներ եւ դերասաններ, ում դա օգնում է, այսինքն այո, ինքը վիճակի մեջ է մտնում եւ ավելի լավ է իր մոտ ստացվում, եւ կան հակառակ դերասանուհիներ ու դերասաններ, ովքեր հակառակը դրանից ավելի են փակվում եւ այլևս ոչինչ չեն կարողանում անել։ Տաղավարում այդ պահին ինձ ճիշտ ասած երբեք չեն ճնշել այդպես որ գցեն վիճակի մեջ, բայց կարծում եմ ես ավելի առաջին դեպքն եմ, հա, ես երբեք չեմ նեղվել նկատողությունից կամ ինչ որ լարված լինելուց, որովհետև մեր աշխատանքը իմ կարծիքով ամեն դեպքում այն աշխատանքներից է, որտեղ այո պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեսարանը ստացվի լավ։ Այս պահին մեծ պետք է որ տեսարանը ստացվի լավ։ Այսինքն տեսարանը լավ ստացվելուց հետո եթե ռեժիսորն ինձ գլացացրել է, ես կարող գալ գրկել ասել սիրելի անցանք առաջ։ Իրականում այո, հանուն նպատակի պետք է պատրաստ լինել ամեն ինչի, հատկապես ձեր ոլորտում։ Տեսակ է կարծում եմ մարդու, որովհետև հակառակ բարբերակն էլ կա, արդեն նշեցի ովքեր որ հակառակ ավելի փակվում են, իրենք որ այդ պահին ցենց իրենք իրենց մեջ պարփակվում են եւ այլևս ոչինչ, հա, լարվածությունից, այո։ Նշեցինք, որ հանուն տեսարանի պետք է գնալ ամեն քայլի, ճակերտավոր ասած, հետաքրքիր է ձեր մոտեցումը տաբուներին, որպես դերասանուհի ունեք ձեր առջև դրված սահմաններ, որոնք չեք անցնի։ Իհարկե սահմաններ կան, նշեմ սահմանները։ Հետաքրքիր է ձեր սահմանները։ Օրինակ մերկ չեմ նկարահանվի երբեք, չեմ նկարահանվի վուլգար տեսարաններում, ես դա միշտ օգտագործում եմ, որովհետև տեսեք, տարական համբույրի տեսարանը կարող է նկարահանվել շատ էսթետիկ եւ գեղեցիկ եւ կարող է նկարահանվել վուլգար, այսինքն իմ ամենակարևոր տաբուներից մեկը այն է, որ ինչ էլ ես պայմանավորում ռեժիսորի եւ պրոդյուսերի հետ, ես մի խնդրանք եմ միշտ ունենում, որ ասում այնպես անենք, որ այդ վուլգարության սահմանը չանցնի։ Չնայած իմ նկարահանման փորձի ժամանակ երբեք այդ խնդիրը չեմ ունեցել։ Ես դա ուզում ասել, ձեզ մի փոքր դժվար է վուլգար դարձնել։ Շնորհակալություն։ Իրականում դուք նշում եք, ես պատկերացնում էի տեսարանը ու չի, մի տեսակ չպատկերացրեցի ձեզ վուլգար տեսարանը։ Դե տեսեք, օրինակ դետալներ կան, որոնք այլ տեսանկյունից նկարելուց կամ այլ
տեսակետից նկարելուց կարող է ավելի վուլգար երևալ։ Եվ ես կարծում եմ, որ ամեն ինչ թույլատրելի է իր չափի մեջ, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Իսկ ով է ձեր քննադատում կարծիքն եք առաջինը լսում եւ առաջնորդվում։ Մայրիկս է իմ ամենամեծ քննադատը։ Իհարկե, նույնիսկ եթե ամեն ինչ շատ լավ արված լինի, միևնույնն է մի բան կգտնի, որ ասի ոչ, սա կարելի է այսպես անել օրինակ ադրին է, եւ ես մեծ սիրով ընդունում եմ յուրաքանչյուր քննադատություն, որովհետեւ եթե չլինեն քննադատությունները, ամեն դեպքում ինձ թվում է ոչ ոք առաջ չի կարող գնալ, այսինքն Պեսեք ես ինքս միշտ լսել եմ տարբեր կարծիքներ, հա, իմ խաղի վերաբերյալ եւ այլն, եւ դա ինձ մենակ օգնել է, այսինքն եթե ես մտածեմ, որ ես այլևս չունեմ կարիք քննադատություն լսելու եւ ես ամեն ինչ իդեալական անում եմ, այլևս բարձրանալու տեղ չի լինի։ Ես այլևս ոչինչ կսկսեմ չանել։ Դա մարդու տեսակ է, երբ դու արդեն հանգիստ ես լինում եւ մտածում ես, որ դու ամեն ինչ իդեալական անում ես, դու այլևս չես աշխատում քո վրա։ Այնպես որ քննադատությունները մեզ միայն օգնում են։ Ես վստահաբար ասում եմ, որ հանրային կերպար լինելը իր գեղեցիկ կողմին զուգահեռ ունի նաև իր հակառակ կողմը, սովորաբար հատկապես երբ սերիալներում ես նկարահանվում, հայտնիությունը միանգամից է լինում ու ավելի տնային տնտեսուհիների կողմից հատկապես, իսկ մեկնաբանությունները շատ դեպքերում քննադատական լինում են նաև սահմաններից դուրս։ Հետաքրքիր է ձեր առաջին մեկնաբանությունը կամ առաջին վատ իրավիճակը, որը կարդացել եք ձեր մասին եւ խոցվել եք, որն է եղել։ Իմ առաջին պրոյեկտում իրականում իմ կերպարը եւ ինձ շատ սիրեց Փառք Աստծո հեռուստադիտողը եւ քննադատությունները բավականին քիչ էին։ Այսինքն սիրվել էի հեռուստադիտողի կողմից, բայց առաջին վատ մեկնաբանությունը հենց մենք ամեն անգամ երբ նոր պրոյեկտ է լինում, հավաքվում ենք եւ մեր ամբողջ թիմով դիտում ենք առաջին սերիան միասին։ Այսպես ասած պրեմիերա ենք անում հեռուստասերիալի։ Եվ հենց այդտեղ է երբ բացեցինք եւ մեկնաբանությունը, առաջին վատ մեկնաբանությունն է եղել, որ գրել են էլի ամբողջությամբ արհեստական սարքած աղջիկների բերեցին լցրեցին։ Ես սկզբում բնականաբար դու ոչ թե ծանր ես տանում, այլ փորձում ես ապացուցել, որ դա այդպես չի, իհարկե ոչ մեկ քեզ չի լսում եւ երբեք չի փորձելու նույնիսկ այդ մարդը, որ գրել է այդ մեկնաբանությունը, հա, փոխի այդ կարծիքը։ Բայց հետագայում արդեն սովորում ես, այսինքն եթե սկզբնական շրջանում փորձում էի հակառակը համոզել, հիմա այլ ոչ, այլևս չեմ փորձում։ Ես իմ օրինակով եմ ասում, հետագայում արդեն այնքան սովորական է դառնում, որ նույնիսկ ժամանակ չես ծախսում մեկնաբանությունները կարդալ, որովհետև եթե առողջ մեկնաբանություն լինի, հա, հասկանալի է, հաճելի է ու նաև գովելի է, որովհետև հետաքրքիր է, որ դիտում են եւ նույնիսկ կարծիք են հայտնում, թեկուզ ոչ դրական, բայց առողջ։ Այո, միանշանակ։ Ես օրինակ այդ արտաքին հետ կապված քննադատությունները նորմալ է, որ մարդ մեկի համար կարող է լինել տգեղ, մյուսի համար գեղեցիկ, մեկի համար բնական, մեկի համար արհեստական, բայց ես չեմ կարողանում երբեք հասկանամ մի բան։ Մեկ լինում էր, որ ես կարդում էի մեկնաբանությունը ինչ-որ նյութերի տակ, որտեղ որ այսինքն իմ մասին չէր այդ նյութը, ուրիշ ինչ-որ դերասանուհու կամ դերասանի մասին էր, երբ օրինակ մարդու հետ վատ դեպք է պատահել, ես չեմ կարողանում, չեմ ընկալում ուղղակի ինչ կարա, ինչ է մտածում աղջիկը, երիտասարդ կամ կինը թեկուս, հա, ով տանը նստած, երբ որ մարդու դժբախտություն է եղել, ջահել աղջիկը կարելի է նստել եւ տակը գրել շատ լավ է եղել, քիչ է եղել։ Այդ մարդկանց հոգեբանությունը ես չեմ կարողանում հասկանալ, դա միակ բանն է, որ ես դա ընդունել ոչ մի կերպ չեմ կարողանում։ Ոնց։ Օրինակ այդ աղջիկը երևի իր աղջկա տարիքի աղջիկ է։ Ոնց մարդու դժբախտության մեջ է, չեմ հասկանում այդ լոգիկան, ոնց կարելի է նման մեկնաբանություն թողնել։ Ցավոք նրանք շատ են։ Այո։ Եվ նրանք fake չեն։ Եվ ցավոք որ fake չեն, այո։ Շատ դեպքերում, երբ նմանատիպ մեկնաբանություն եմ կարդում, չեմ ալարում։ Բուտք եմ գործում, չէ, ինչ որ հասկանամ իրականում միգուցե ինչ որ մեկն է ով նեղացած է քեզանից եւ այլն, բայց հասկանում ես որ ինչ որ տատիկ թորնիկին գրկած։ Այո, եւ անիծում է օրինակ մեկնաբանություն։ Քիչ ա եղել շատ։ Ես չեմ հասկանում դա։ Այսինքն երբ այո, երբ կերպարին անեցք գրում, ես դա ինչ որտեղ կարողանում հասկանալ, որտեղ այդ մարդու համար ես չեմ, կերպարն է։ Չնայած ինձ դեռ չեն անիծել, բայց դա ինչ որտեղ հասկանալի է, հա, բայց երբ որ մարդուն, այսինքն կոնկրետ դերասանուն կամ դերասանին ինչ որ դեպք է պատահել այդ մարդու հետ, գրել լավ է եղել կամ անիծել, դա
Աբսուրդի ժանրից է իմ համար ուղղակի։ Շատ դեպքերում հենց այս տաղավարում էլ քննարկում ենք, որ եթե մարդկանց մոտ մարդկանց այդ տեսակը ոչ թե վերանա, մենք չենք անցում, այլ բարիանա, Այո, փոխվի, աշխարհը ավելի սիրուն կլինի։ Եվ իրոք, իրականում ես մի բան եմ մտածում, երբ ինչ տալիս ես կյանքին, կյանքը քեզ դա հետ է վերադարձնում։ Ես կարմային շատ հավատացող մարդ եմ։ Այսինքն, եթե փորձես ավելի բարին դրական է տալ, նույնը վերադառնալու է քեզ եւ այդ բացասական էներգիան, որը տեսախցիկներից այն կողմից գալիս է կամ մեկնաբանության հակառակ կողմում նստած կինը թողնում է քեզ դեպի իր բացասական էներգիան, դա չգիտեմ։ Բայց սարսափելի է նաև տղամարդկանց մեկնաբանությունը։ Դա ուրիշ։ Դա մեկ այլ կատեգորիա է։ Դա ուրիշ սերիալ է։ Այո, դա ուրիշ սերիալ։ Իրականում ինձ թվում է, որ առաջ ես 4 տարի է երևի ինչ ես ոլորտում եմ, բայց տղամարդիկ եւ տղաները այդքան ակտիվ մեկնաբանություններ չէին թողնում, ինչպես ուժեղ են։ Ուղղակի էկրանից այդով իրենք ավելի ուժեղ են։ Հա, եւ իրոք։ Ադինե, ես նկատել եմ ձեր գրառումներից մեկը, որը, եթե չեմ սխալվում, ձեր ծննդյան տարեդարձի օրն էի կարել, այստեղ ավելացրել էիք մեկ տող, որտեղ նշել էիք. շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր գնացին։ Դուք ինչ շատ բան սովորեցրեցիք ձեր գնալով։ Ձեր թույլտվությամբ ուզում եմ վերադառնալ ձեր կյանքի այդ ընթացքը։ Ովքեր են գնացել եւ ինչ են ձեզ սովորեցրել։ Իրականում տողերը կոնկրետ ինչ-որ մեկին չէր վերաբերվում։ Ուղղակի ես կարծում եմ, որ երբ դասդ սովորում ես, պետք է ուսուցչիդ բաց թողնես։ Այսինքն ոչինչ պատահական չի լինում, եթե ինչ-որ մեկը քո կյանքում կա, այսինքն նկատի չունեմ, հա, միայն սիրային հարաբերությունների մեջ, ես առհասարակ նկատում, լինի ընկերուհի, բարեկամ, հա, այդ մարդը քո կյանքում, քո կյանքից եթե գնում է, ուրեմն ինքը իր միսիան քո կյանքում ավարտեց։ Պետք է բաց թողնել այդ մարդուն։ Եվ գնալով մարդիկ շատ բան են այո սովորացնում, որովհետև դու արդեն նույն սխալը երկրորդ անգամ չես անում։ Իսկ շատ է եղել ձեր դասերը։ Բավականին։ Եվ գիտեք, ես իմ բնավորությամբ չեմ սիրում մարդուն պահել, ով ուզում է լինի նա։ Այսինքն, եթե մարդը պիտի գնա, նա գնալու է։ Միևնույնն է, դու փորձես իրեն պահել, թե ոչ։ Այո, գնացողին պետք է թողնես, որ գնա, որովհետև չի կարող ոչ մի թե ընկերական հարաբերություն, թե սիրային հարաբերություն, նույնիսկ ընտանեկան հարաբերություն չի կարող կառուցվել ստիպողաբար։ Դա ստիպելով չի լինում։ Այսինքն այդ մարդը որոշել է գնա բարի ճանապարհ։ Եվ իրականում ես այն մարդկանց դասին եմ պատկանում, ովքեր որ հրաժեշտները առանց պատերազմների են անում։ Շատ հանգիստ ավելի մարդկային, որովհետև ամեն դեպքում ինչ որ մի քո կյանքի этап դու այդ մարդու հետ ապրել ես։ Անկախ ամեն ինչից դուք այդ պահին լինի ընկերուհի, ընկեր կապ չունի, ինչ հարաբերությունների մեջ եք եւ ինչ վիճակում եք, դուք քո կյանքում ունեցել ես պահել այդ մարդու հետ, այսինքն ժամանակ ես իհարկե անցկացրել, չի կարելի, այսպես ասած, ոտնատակ տալ այդ պահերը եւ թշնամանալ մարդու հետ։ Դա կարծում եմ շնորհակալ լինելու զգացումն է, որ ամեն մարդ չունի։ Նույնիսկ գնալուց պիտի այնպես գնաս, որ դիմացի, որ հետո փողոցում տեսնեք իրար, կարողանաք բարևել, որովհետեւ ամեն դեպքում մարդկային արժեքը դա ամենակարևոր բանն է, որ պետք է պահել։ Ադրինե, դուք այն դերասանուհիներից եք, ով իր անձնական կյանքի մասին ամենայն դեպս ես չեմ նկատել, որ հրապարակումներ անեք կամ շատ թողնեք մարդկանց ձեր անձնական կյանք։ Հետաքրքիր է, դա դիտմամբ է արվում, չկա ինչ որ թեմա խոսելու ավելի պաշտոնական, որ խոսեք, թե դուք այն դերասանուհիներից եք, ով պարզապես պատ է դնում անձնականի եւ հանրային կյանքի միջեւ։ Տեսեք, ես այն մարդն եմ, ով շատ լավ հասկանում է, որ այս ոլորտում անձնականը ինչքան ցանկանաս հնարավոր չի պահել։ Իհարկե ես փորձելու եմ, ոչ թե փորձելու եմ պահել, այլ ես չեմ սիրում, երբ մտնում եմ շատ իմ անձնական դաշտ։ Միշտ ասում եմ, եթե լինի ինչ-որ մի բան, որը պետք է հանրայնացնել, ես կհանրայնացնեմ, այնպես որ բոլորդ կիմանաք։ Չնայած ես այն մարդկանց դասին եմ պատկանում, ովքեր կարծում են «Счастье любить тишину»։ Երջանկությունը սիրում է լռություն։ Պետք է լուր երջանիկ լինել։ Բայց այս պահին չկան այնպիսի նորություններ, որոնք պետք է հանրայնացնել, այնպես որ եթե լինի, ես անպայման խոսք եմ տալիս կիմանան բոլորը։ Երբ լինի այնպիսի մարդ եւ այնպիսի հարաբերություններ, որ պետք է բարձրաձայնել եւ հանրայնացնել, դա բոլորը կիմանան։ Հետաքրքիր է, գիտեք, որն է, երբ այս ոլորտում խոսում ենք
որևէ այլ ոլորտում նմանատիպ խոսակցություն չի լինում, բայց դերասանների կամ դերասանուհիների շարքում, երբ հարց եմ տալիս ապագա ընտրյալի մասնագիտության եւ այլնի հարցում միայն այս ոլորտում է, որ նշում են օրինակ տղամարդիկ, ես չեմ ցանկանա իմ կինը լինի դերասանուհի եւ հակառակը։ Հետաքրքիր է ինչով է դա պայմանավորված ըստ ձեզ եւ դուք ինչպես եք պատկերացնում, կցանկանաք թե ոչ։ Իրականում երբեք չես կարող ասել երբեք։ Բայց ես ինքս չեմ ցանկանա այս ասպարեզից ունենալ կողակից։ Ինչով է դա պայմանավորված։ Հիմա դուք ձեր գոլեգաներին Չակերտավոր ասեմ նեղացնում։ Չէ, չեմ նեղացնում։ Չեմ նեղացնում, ուղղակի ընտանիքից մեկը պետք է դերասան։ Եվ պետք է ընդունի, որ կինը պետք է լինի դերասանի։ Չգիտեմ, ես չեմ պատկերացնում իմ կողքի մարդուն, որ կարող է այս ասպարեզից լինել, որովհետև չի ստացվի։ Խանդոտ եք դուք։ Ընդհանրապես։ Ես խանդի հետ ոչ մի կապ ընդհանրապես չունեմ, խանդը չի հարցը։ Ընդհանրապես խանդոտ չեմ, որովհետև էլի եմ ասում, եթե մարդը պիտի գնա, այդ մարդը գնալու է, դու խանդես թե չէ, այդ մարդը գնալու է։ Այդ գնացողը գնալու է, խանդես թե չէ։ Եթե մարդը մի բան պիտի անի, այդ մարդը անելու է դա։ Դու խանդես թե չէ։ Եվ վերջի վերջո ներողություն եմ խնդրում, դուք այնքան վստահ եք հիմա այդ տողերը, ասում ինձ մոտ ամենայն դեպս տպավորություն է, որ դուք ապրել եք այդ տողերը։ Չէ։ Չէ, ես ուղղակի սովորում եմ կողքինների դասերի վրա։ Դա շատ կարևոր է։ Ես դա, այո, այդ ունակությունը ունեմ եւ առհասարակ բնույթով խանդոտ չեմ։ Ընդհանրապես միշտ յուրաքանչյուր մարդու պետք է ասել, եթե դու կարող ես գտնել ավելի լավին, դուռը բաց է, հաջողություն, ոչ ոք քեզ չի բռնել։ Շատ հանգիստ այդ մարդուն պետք է բաց թողես, խանդը չի խնդիրը։ Ուղղակի ինձ թվում է դժվար կլինի երկու դերասանի միասին ընտանիք կազմել, դժվար կլինի նույն ասպարեզի մարդկանց, իմ կարծիքով, բայց մենք ունենք շատ գեղեցիկ օրինակներ, ինչու՞ չէ նաև ես կարծում եմ, որ հիմնականում շատ է լինում մասնագիտական խանդ, դա նույնպես կա։ Դա մրցավազք ընտանիքում դա ամենասխալն է։ Եվ դա իմ կարծիքով շատ տգեղ բան է ընտանիքի մեջ։ Այսինքն ես ունեմ իմ աշխատանքը, դու ունես քո աշխատանքը։ Տարբեր ոլորտներից, այո, իհարկե, ես այն մարդն եմ, որ իր կողակցին, անկախ նրանից ինքը որ ոլորտում կլինի, ամեն կերպ կաջակցի, որովհետև շատ կարևոր է, երբ քո մեջքի հետևը կա կանգնած մարդ, ով յուրաքանչյուր հարցում քեզ աջակցում է, ոչ թե հակառակը։ Ես նկատել եմ նաև գեղեցկության մրցույթներում ձեր մասնակցությունը, ուզում եմ հասկանալ, որտեղից եկավ այդ որոշումը մոդել դառնալու, որովհետև մի փոքր դժվար է կարծում լինել սերիալում մեծ նախագծում եւ միևնույն ժամանակ զբաղվել մոդելի կարիերայով։ Ես երբ աշխատում էի որպես մոդել, այդ ժամանակ դեռ չէի նկարահանվում հեռուստասերիալում։ Մասնակցեցի մրցույթին, լավագույն հնգյակում եղա, հետո արդեն էլ չաշխատեցի որպես մոդել։ Ուղղակի որոշեցի թողնել մոդելի կարիերան։ Եվ երբ արդեն ինձ հրավիրեցին քաստինգի եւ ես ընտրվեցի եւ հաղթեցի վերջում, փաստի առաջ կանգնեցի, որովհետեւ ես այդ պահին նկարահանվում էի Ելենա Արշակյանի այո հեռուստասերիալում, պետք էր այսինքն մեկ ամսով նկարահանումները չեն դադարեցվել, բայց ես մեկ ամիս չեմ մասնակցել նկարահանումների։ Դժվար է իհարկե համատեղելը, բայց իմ առաջին մասնագիտությունը դերասանի մասնագիտությունն է եւ ես շատ եմ սիրում այդ մասնագիտությունը։ Նույնիսկ ինձ երբ ասում են ինչպես ներկայացնել, ասում ներկայացրեք որպես դերասան։ Ես ճիշտ ներկայացրեցի, փաստորեն։ Արդեն ուզում եմ հասկանալ, ամփոփելով այդ հանրային կյանքը, որն է ամենադժվարը, որ ամենադժվար կետը հանրային կյանքում։ Դու անկախ քեզանից հասարակական վայրերում փոխվում ես։ Այսինքն դա աստղայինի մասին չի, հա, խոսքը, դա ամենավատ հիվանդությունն է եւ միշտ Աստված եմ կանչում, որ երբեք չհիվանդանամ այդ հիվանդությամբ, բայց դու անկախ քեզանից փոխվում ես, որովհետեւ դու հասկանում ես, օրինակ, երբ ես առաջ գնում եի ծնունդ, հա, կամ հարսանիք, ես շատ ավելի ակտիվ էի, ավելի շատ էի ապարում, ավելի շատ էի աչքի ընկնում, իմ ոչ թե պահվածքով էի աչքի ընկնում, այլ ավելի աշխուժ էի, հա, ակտիվ մասնակիցներից էի։ Հիմա ավելի ինքնամփոփ ավելի այնպես եմ անում, որ շատ չլինեմ էպիկենտրոնում ուշադրության, որովհետև արդեն մի փոքր այլ է դիտվում այդ ամենը։ Երբ արդեն
ընկերուների հետ ինչ որ տեղ ես գնում եւ ավելի քիչ ես օրինակ սկսում ապրել, ասում են, «Դա աստղայինը տարավ», ասում ես, «Չէ, աստղայինը չտարավ»։ Ուղղակի ավելորդ ուշադրություն չեմ սիրում։ Բայց ասեք, որ դա անկախ ձեզանից է լինում։ Այսինքն այնպես չի, որ այդ մտքով, ասենք, բարձր դեմքով քայլում եք դեպի տվյալ ռեստորան, անկախ քեզանից լինում է միգուցե նաև այդ հայացքներն են, որ խանգարում եւ կաշկանդում են։ Չեմ կաշկանդվում իրականում, ես ինձ շատ հաճելի է երբ փողոցում մոտենում են, նկարվում են, շատ հաճելի եւ ամեն ինձ մոտեցող մարդուն, երբ մոտենում են գրկում, ասում են մենք ձեզ շատ եք նկարվում, ասում փառք Աստծո, որովհետեւ ամեն դեպքում դերասանի ամենաբարձր բարձրացությունը հենց հեռուստադիտողի սերն է, որը մենք վայելում ենք։ Դրանից ավելի հաճելի բան, նույնիսկ երբ տրամադրություն չեմ ունենում, բայց այդ պահին փողոցով քայլում եմ, մեկը ճանաչում է գալիս նկարում, միանգամից տրամադրությունս բարձրանում է։ Այսպես ասած խաղում եմ իմ աշխատանքի պտուղները։ Ադրինե, զրույցի վերջում ուզում եմ տալ իմ այն հարցը, որը յուրաքանչյուր հյուրիս տալիս եմ, որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Հավատքը, ինձ համար բացարձակ արժեքը դա հավատքն է։ Հավատք առ Աստծո, որովհետև իմ կյանքում ես իմ անունից կարող եմ խոսել, իմ կյանքում ոչինչ չէր ստացվի առանց Աստծո եւ ես ամենօր շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ ունեմ, որովհետեւ ոչ միայն պետքա խնդրես Աստծոց անընդհատ, այլ մի պահ կանգ առնես եւ ասես շնորհակալ եմ, որ ունեմ այն, ինչ ունեմ։ Եվ խնդրում մի վերցրու ինձնից այդ ամենը, ինչ ունեմ։ Այո, ամենակարևորներից։ Եվ միշտ ասում եմ, որ Աստված ջան, հենց կսկսեմ ես գոռոզանալ, այդ ժամանակ ինձ սթափեցրու, որ ես չհիվանդանամ աստղային հիվանդությամբ, որովհետև ամենավատ հիվանդությունն է իմ կարծիքով դա։ Հատկապես մեր օրերում ոչինչով ոչ մեկին չես կարող զարմացնել եւ իրականում համեստությունը ամենագեղեցիկն է, հատկապես հայտնիների ոլորտ։ Իհարկե, որովհետև իմ կարծիքով այդ ամենալավ մասնագիտությունը մարդ մնալն է այս կյանքում։ Շնորհակալ եմ գալու համար, շնորհակալ եմ հետաքրքիր զրույց ապահովելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Այսօրվա իմ արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում Իսահակյան 14 հասցեում գտնվող Ագա Image ստուդիոյին։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։